Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Բարև ձեզ, պարոն Բաբաջյան։ Բարև ձեզ։ Պարոն Բաբաջյան, անընդհատ ու արդեն սովոր ենք մենք դրան, երևի թե հիբրիդային պատերազմի շրջանակներում Մոսկվայից հնչում են տարբեր հայտարարություններ ԱԳՆ մակարդակով հիմնականում, Պետդումայի մակարդակով, ու փորձագիտականի մասին կամ ռոպագանդայի մասին չխոսենք, Լավրովի հայտարարությունները օրինակ իրենք անընդհատ նույն գիծն են տանում եւ ասում են, որ Հայաստանին իշխանություններին դրսից ուղղորդում են, որ արևմուտքը համարյա թե ստիպում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունենա վատ հարաբերություններ, Հայաստանին կտրում են Ռուսաստանից եւ դա հասկանալի է, այն պարզ պատճառով է արվում, որ ցույց տան, որ ոչ թե իրենք են դա արել իրենց ձեռքով, այդ գործընթացը վաղուց է սկսվել պայմանական 16 թվականին քարորիայով, այլ մեզ են կտրում, դա արևմուտքն է անում, մենք չենք ուզում, հայ ժողովուրդը չի ուզում, բայց զորովս ինչ-որ սորոսականներով, բաներով կտրում են մեզ այդ մայր Ռուսաստանից։ Ձեր կարծիքով այս քաղաքականության, եթե սա քաղաքականություն է, նպատակը որն է։ Նախ կարծում եմ, որ դա հիբրիդային պատերազմի մաս չէ, դա կոնկրետ քաղաքական համոզում է Ռուսաստանում, որ իրենք էլ են դրան հավատում։ Այո, եւ վերջին օրինակ հատկապես Սալավիովի, Դուգինի, դրան հաջորդած Միխեևի հայտարարությունների ընդհանուր բովանդակությունը նրա մասին է, որ մենք ինչ որ պարտավորություններ ունենք, պարտականություն ունենք Ռուսաստանի առաջ եւ դա պատշաճ կերպով չենք իրականացնում ու պետքա դրանց դաս տալ։ Եվ սա դառնում է արդեն կարծում եմ նաեւ քաղաքական շատ կոնկրետ գիծ ռուսների համար հասունացնել մի համոզում, որը հետո իրենց գործողությունների համար կդառնա անհրաժեշտ հող, անհրաժեշտ լեգիտիմ, այսպես բացատրություն, որտեղ հասկանալի է, չէ, որ իրենք բացի բիրտ ուժից այլ որևէ փափուկ ուժ չունեն, կամ իրենց փափուկ ուժն էլ ոչ պակաս բիրտ է։ Այս իմաստով կարծում եմ մաքսիմալ նաև ձեր նշած այդ հայտարարությունը արտգործնախարարության ներկայացուցչի մի բանի մասին է, որ երկու խնդիր են լուծում։ Իրենց անգործությունն են ուզում արդարացնել, որ մենք պատրաստ ենք կամ մենք անում ենք մեր մասը, բայց Հայաստանը հրաժարվում է անել եւ դրա պատճառը փորձում են տեսնել Հայաստանից դուրս կամ մեր արևմտյան գործընկերների մոտ։ Որտեւ իրականում ես ուզում եմ հասկանալ, ինչն է խանգարում օրինակ այս պահին Ռուսաստանին չանել են, ինչ որ իրենք անում են նաև իրենց պետական հեռուստաընկերությամբ ամենազազրելի կերպով քննարկելով Հայաստանը, Հայաստանի սուբյեկտայնությունը, Հայաստանի ժողովրդին, Հայաստանի իշխանություններին, որտեղ Հայաստանի տարբերությունը մյուս երկրներից հետ խորհրդային հատկապես ժողովրդավարությամբ է պայմանավորված եւ իրենք շատ լավ գիտեն, թե իրենց գնահատականները, որոնք ուղղված են ժողովրդին եւ ժողովրդի ընտրությանը, իրենց նկատմամբ հատուկ նաեւ վերաբերմունք են կուտակում։ Այն իմաստով, որ Հայաստանի իշխանությանը տրված իրենց ցանկացած գնահատական, Հայաստանի ժողովուրդը հավաքական իմաստով, այն մեծամասնությունը, որ քվե է տվել բանին, հա, գործող իշխանությանը, վիրավորանքը համարում իրան, որովհետև ըստ էության այդ վիրավորումը հանրության մեծ մասին։ Եվ այս իրենք չեն կարող չգիտակցել։ Եվ ակնհայտորեն իրենք Հայաստանում հարցեր լուծելու ստանդարտ ժողովրդավարական եղանակները չեն ընդունում, որ միակն են։ Եվ չի բացառվում, որ օրինակ առաջիկա խորհրդարանական ընտրություններով իրենց համար օրինակ ընդունելի արդյունքի չհասնելու դեպքում իրենք գնան կոպիտ միջամտությունների ցանկացած ձևով Դրա համար իրենք Հայաստանում ունեն ահռելի
եւ քաղաքական գործակիցներ, եւ գործակալական ցանց, եւ համախոհներ, եւ ազդեցության գործակալներ եւ իհարկե տնտեսական եւ ռազմական ներկայություն ու սրանք չափազանց կարևոր հարցեր են, որոնց վերաբերյալ Հայաստանը կտրուկ լուծումների չի գնացել եւ պետք է ասել, որ դա արվել է շատ մեծ ջանքերի գնով նաև արևմուտքի գործընկերներին հասկացնելու, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները չափազանց զգայուն են եւ մեր գործընկերությունը չի կարող դիլեմայի Ռուսաստան թե արևմուտք, այսպես է դիլեմայի տրամաբանության մեջ լինել։ Շատ ուրիշներ հենց դրա մեջ են, դրա միջով են անցել։ Հայաստանի նետնտրությունը չի տրվել։ Հայաստանը այդպիսի ընտրության առաջ չի դրվել։ Հայաստանին չեն ասել հապկից դուրս արի, որպեսզի դու կարողանաս օրինակ նատոյական ստանդարտի ֆրանսիական զենք ստանաս։ Եվ ինձ համար այս անհանգստությունները, որոնք իդեպ նաև Հայաստանից հրահրվում են, օրինակ Քոչարյանի ասուլիսը պատահական չի, ասուլիս, հետո հարցազրույց Ռուսաստանի արտգործնախարարությունում եւ դա արվում է հատկապես երկու նշանային այցերի նախորդին։ Ալեն Սիմոնյանը պիտի այցելի Ռուսաստան, ակնհայտ է, որ նրան պիտի փորձեն նեղը դնել, որտեղ դա իրենց տարածքում է լինելու, իսկ մենք Մատվիենկոյի այցը այստեղ ուղղակի հարամեցինք ազգային ժողովի դարպասների առաջ։ Գումարած փետրվարի 9-ին սպասվում է Ջեյ Դի Վենսի այցը եւ Իրանին են փորձում բերել Երևանի վրա, Ռուսաստանին են փորձում բերել, որպեսզի կարողանան հարամեն այդ ամբողջ խաղաղությանն ուղղված գործընթացները մի նպատակով։ Ընդհանրապես Ռուսաստանը մեր տարածաշրջան, մասնավորապես Հայաստան վերադառնալու մի ճանապարհ ունի։ Պատերազմի ճանապարհն է։ Հայաստան բերել պատերազմ։ Հայաստանի վրա բերել պատերազմ։ Դա ինչ տեսք կունենա, այդ դրա մասին պիտի մտածենք։ Ակնհայտորեն Ռուսաստանը ուղիղ պատերազմի մեջ մտնելու շատ մեծ այսպես հնարավորություններ չունի, դա միշտ արել է Ադրբեջանի միջոցով։ Հիմա դա զրոյականին է հավասար, այդպիսի հավանականությունը։ Դրա համար հիմա օրինակ Մեղրին Լաչինի հետ փոխանակելու ծրագրի հեղինակ Քոչարյանը խոսում է Իրանի հետ Հայաստանի սահմանը օրինակ վերացնելու մտահոգիչ այսպես բաներ է արտահայտում։ Պատկերացնում եք, ասենք Իրանից գազատարով Հայաստանին խոշոր ռեգիոնալ կշիռ հաղորդելու հնարավորությունից զրկած Հայաստանի երկրորդ նախագահը, ես հիշում եմ 2003-4 թվականներին Տիմոշենկոն այդ ժամանակ Ուկրաինայի վարչապետն էր եւ շատ ինտենսիվ քննարկվում էր այլընտրանքային գազի աղբյուրի հնարավորության մասին եւ Հայաստանը դիտարկվում էր որպես իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու տրանզիտային երկիր։ Մենք այդ հնարավորությունը ուղղակի ձեռքներիցս բաց ենք թողել եւ դրանից ամենամեծ տուժողը Հայաստանը չի եղել իդեպ ասեմ, Իրանն է եղել, որտեղ Իրանը եթե այդ ժամանակ կարողանար այդպիսի գազի նաեւ մատակարար լինել, իր բեռնել էապես պակաս կլիներ եւ սանկցիաների կիրառելիս շատ ավելի երկար կարող էին մտածել նույն եվրոպացի գործընկերները։ Բայց այստեղ ինչն է էական։ Ես իրանցի շատ պաշտոնյաների հետ եմ խոսել, որոնք ամենազզվելի ձևով արտահայտվել են նույն Ռոբերտ Քոչարյանի մասին։ Ավելի շատ գուցե որ քան մենք ենք զզվում նրանից, որովհետև նրա չարագործությունների հետևանքը Հայաստանին չի միայն առնչվել եւ Հայաստանը չի կրել դրա վնասները։ Առաջին հերթին Իրանն է այդ վնասները կրել։ Երբ քննարկվում էր առանց Իրանի Q-West-ում քննարկվում էր Հայաստանի սահմանը ընդհանրապես Իրանից վերացնելու հերանեկարը, իրանցիները post-factum են իմացել դրա մասին եւ ասեմ ձեզ Q-West-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Քերի Քավանոն էր, որ ասում էր մենք որտեղ պայմանավորվեցինք, որ այս տարածքները փոխանակում ենք, բայց Իրանի հետ չեք պատրաստվում խոսել, գործընկերներ ջան։
Այսինքն ամերիկացիներն են մեզ ասել, որ պիտի դուք այս հարցը նաև իրանցիների հետ քննարկեք, չեք կարող Իրանի շահը հաշվի չառնել։ Երևի մտածել են ռուսներն են քննարկել։ Այո, որտեղ մենք ընդհանրապես մենք չենք համարել, որ մենք որևէ կերպ ի վիճակի ենք այդ կարգի քննարկում ունենալ։ Ես այնպիսի օրինակներ գիտեմ նաև Իրանի հետ կապված, թե մեր պաշտոնյաները ինչպես էին վերաբերում ընդհանրապես Իրանի հետ հնարավոր հարաբերությունների խորացմանը, թե ինչքան լուրջ էին վերաբերում իրանցիները մեզ եւ մենք որքան նսեմացած էինք մեր իսկ կարողությունների եւ մեր իսկ հնարավորությունների առաջ։ Ու այս իմաստով իհարկե պետք է ավելի զգուշ լինել, ես ասեմ, որ օրինակ ամերիկացիները հատկապես միշտ ըմբռնումով են մոտեցել Հայաստանի եւ Իրանի հարաբերություններին։ Եվ դա վերաբերել է նաև Հայաստանի եւ օրինակ Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ վերջին զարգացումներում ասեմ ավելին Հայաստանին ասվել էր որ մենք կարողանանք TRIP-ի հետ կապված իրանական մտահոգությունները փարատել իրենք ասել էին որ իրենք ռուսների հետ կաշխատեն հաշվի առնելով որ Ռուսաստանի հետ իրենք հիմա ինտենսիվ նաև տարբեր եւ տնտեսական եւ քաղաքական Ուկրաինայի շուրջ գիտեք զարգացումներ կան Այսինքն նույնիսկ աշխատանքի բաժանում է տեղի ունեցել։ Ինչի մասին իհարկե Քոչարյանը մնացածը տենց տեղյակ չեն։ Եվ ես հասկանում եմ արտգործնախարարությունից եկած այդ ահազանգերը, որոնք ուղղակի հակադրության մեջ են մտնում Միշուստին եւ Օվերչուկ զույգից եկած որոշ հայտարարություններ, որոնք շատ ավելի չափավոր են եւ շատ ավելի մեղմ եւ ավելի կոնստրուկտիվ։ Իրենք օրինակ ասում են մենք ուզում ենք տեսնել թե ինչպես կարող է Ռուսաստանը օգտվել դրանից։ Ինչը նաեւ պաշտոնական Երևանի ընդհանուր քաղաքականության մաս է։ Բայց մենք հասկանում ենք, չէ, որ սրանց նպատակը Ռուսաստանին այդ ամեն ինչի մեջ ներքաշելն է, որպես հավելյալ լծակ, որովհետեւ չկա որևէ նախագիծ Հայաստանում որևէ ենթակառուցվածք որտեղ Ռուսաստանը չկա ու դա որպես քաղաքական ճնշման լծակ Հայաստանի դեմ չի գործվել չի գործադրվել հիմա իրենք ուզում են մի նախագիծ որտեղ Ռուսաստանը չկա այդտեղ էլ անպայման խցկեն որ պիտի հավելյալ լծակ լինի եւ Հայաստանը պիտի միշտ իր քաղաքական որոշումների մեջ ազատությունից զրկվի որովհետեւ մենք պիտի միշտ պիտի մտքում ունենանք բա Ռուսաստանը ինչ կանի Ռուսաստանը ոնց կվարվի, Ռուսաստանը չի խփի մեզ, էս է եղել, հա, որտեղ Ռուսաստանը թաթը դրել է Հայաստանում, Ղարաբաղից բռնած, տնտեսական որևէ ենթակառուցվածք, որևէ սահմանային գոտի, որևէ ռազմակայան, իրենց միակ նպատակը եղել է Երևանին խեղդել ուղղակի, քաղաքական ազատությունից զրկել, ու սա է, որ Հայաստանը փորձում է դրանից դուրս գալ հնարավորինս անվնաս, առանց կոնֆլիկտների, առանց արճակատումների եւ նաեւ թույլ չի տալիս որպեսզի նույն Եվրամիությունը, որը ծանր հարաբերություններ է ապրում Ռուսաստանի հետ, որևէ կերպ Հայաստան-Եվրոպա հարաբերությունները, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ հատվի եւ այդտեղ կոնֆլիկտ ստեղծենք։ Մենք դրա կարիքը չունենք։ Քավլիցի ամերիկացիները շատ լավ գիտեն, որ մեր եւ Իրանի հարաբերությունները շատ զգայուն են։ Այսօր Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ուղղակի արճակատման ցենց եզրին են կանգնած։ Մենք պիտի մաքսիմալ այստեղ մեզ դիլեմայի առաջ ոչ ոք իրավունք չունի կանգնացնի Իրան թե Միացյալ Նահանգներ։ Այդպիսի ընտրություն գոյություն չունի։ Հակառակը ես կարծում եմ, որ մենք չեզոք, пассив պիտի հետևենք եւ ամեն ինչ պիտի անենք, որ Իրանում ամեն ինչ խաղաղ հանգուցալուծում գտնի եւ մենք պիտի աշխատենք Իրանի ցանկացած իշխանության հետ։ Մենք պիտի աշխատենք ցանկացած իշխանության հետ մեր բոլոր հարևանների դեպ։ Վրաստանում էլ նույն վիճակն է։ Մենք շատ բաների հետ կարող ենք չհամաձայնել, բայց Երևանը պարտավոր է աշխատել այն իշխանության հետ, որը կա այսօր Վրաստանում։ Եվ այդտեղ երկու կարծիք չի կարող լինել։ Այնպես ինչպես նաև նույն Ռուսաստանի հետ Հայաստանը պարտավոր է աշխատել, որտեղ եթե Թուրքիայի հետ աշխատում ենք, Ռուսաստանի հետ այնքան պայմանագրեր ունենք, այնպիսի բազա ունենք իրավապայմանագրային, որ չենք կարող։ Իհարկե բազմաթիվ բաներ կան, այդ պայմանագրեր կան, որ ուղղակի չեն էլ գործում, բայց հասկանում ենք, չէ, ահա որ մեծ սպեկտր կա եւ տնտեսական, եւ էներգետիկ, եւ հաղորդակցային եւ գազային ու սրա հետ հաշվի չենք կարող չնստել։ Եվ այն ինչ իհարկե մենք ուզում ենք արագություն, ուզում ենք տեմպ, ուզում ենք խորացնել
հարաբերությունները Եվրամիության հետ մենք Եվրամիության անդամակցության նաև ջատագով քաղաքական ուժ ենք, դրա համար ահռելի աշխատանք ենք տարել եւ համարում ենք, որ Հայաստանին առավելագույն եւ ուժ եւ կարողություն եւ քաշ կավելացնի անդամության տեխնացության հայտը այս պահին, որովհետև դա կարողություն է կուտակելու Հայաստանին նաև տարածաշրջանից թռիչքաձև աճ ապահովելու հեռանկարներ է ստեղծելու։ Ու կարծում եմ, որ այս բոլոր հայտարարությունները Ռուսաստանից եկող, նաև ուրիշ կենտրոններից եկող, այդ թվում նաև Իրանից, մի բանի պատճառով են, որ Հայաստանը չի հստակեցնում իր գրանցման վայրը։ Հայաստանը ի վերջո չի ասում ինքը որտեղ է իրեն տեսնում 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո։ Երբ որ դու անձնագիր չես հանում քո համար եւ այդ անձնագրում չես ասում քո անունը եւ ազգանունը եւ հայրանունը ինչ է, բոլոր աշխարհակահաղական ուժային կենտրոնները սկսում են քո նկատմամբ հավակնություններ տածել։ Բայց խնդիրը կրկին Հայաստանում է։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքական նաեւ ընտրության հարցը պիտի լուծվի Հայաստանի ներսում եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նաեւ դրա մասին են։ Հայաստանի արտաքին ընտրության, արտաքին գրանցման հարց կա։ Հայաստանը իրեն պիտի տեսնի Եվրոպական միության ընտանիքում։ Ես չեմ ասում վաղը, չէ մյուս օրը, բայց ինչ որ հեռանկար պիտի մեզ համար պիտի ժամկետ սահմանենք, որ այս օրը մենք մեզ տեսնում ենք Եվրոպական միությունում եւ դա չպիտի պայմանավորենք նրանով Եվրոպական միությունը մեզ տեսնում է թե ոչ մենք պիտի մեր ամենօրյա աշխատանքը տնտեսության գյուղատնտեսության տեխնոլոգիական ենթակառուցվածքային էներգետիկ ամբողջ այդ համալիրը պիտի համապատասխանեցենք այդ ստանդարտներին, այդ պահանջներին ու դա է լինելու ճանապարհը։ Եթե մենք չենք կարողացել որոշել, որ մեր ճանապարհը Եվրամիությունն է եւ մեր տեղը Եվրամիությունում է, Ռուսաստանն էլ պիտի շարունակի հավակնություններ ունենալ, Չինաստանն էլ պիտի շարունակի հավակնություններ ունենալ, ուրեմն Իրանն էլ պիտի ունենա հավակնություններ։ Մինչդեռ երբ որ մենք ֆիքսենք, որ մենք գնում ենք ու սա է մեր ճանապարհը։ Մեզ հետ գործ ունենալիս բոլորը կբխեցնեն այդ որոշումից, որ Հայաստանը որոշել է Եվրամիության անդամ լինել, մենք այդ ճանապարհից իրեն չենք կարող շեղել, բայց ինչ կարող են մեզնից ստանալ։ Օրինակ ինչպես կարող է եւ դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հետ Ռուսաստանը հարաբերվել։ Ու դրա համար չափազանց կարեւոր է, որ մենք ոչ թե դեկլարատիվ հայտարարություններ անենք, այստեղ Արադ Միրզոյանն ասում էր, մենք չենք դիտարկում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաֆորմատավորում։ Ով ասեց, որ չեք դիտարկում։ Եթե չեք դիտարկում, չի նշանակում, որ չպիտի վերաֆորմատավորվեն, որտեղ եղած իրավապայմանագրային բազան չի համապատասխանում Ռուսաստանի եւ Հայաստանի միջև այսօր գոյություն ունեցող հարաբերություններին։ Դրանք ռազմավարական չեն եւ ռազմաքաղաքական չեն։ Պետք է բերել այն մակարդակի, ինչ որ հնարավոր է այսօր Ռուսաստանի հետ ունենալ, որտեղ դա եղած իրավապայմանագրային բազան, որը չի գործում, խանգարում է օրինակ, որպեսզի Հայաստանը եւ Ֆրանսիան բարձրագույն մակարդակի ռազմաքաղաքական եւ ռազմավարական օրինակ բնույթի հարաբերություններ հաստատեն։ Նորմալ չի, չէ՞, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ունեն ռազմավարական գործընկերության կանոնադրություն։ Հայաստանը եւ Եվրամիությունը ռազմավարական օրակարգ ունեն, բայց Հայաստանը եւ Ֆրանսիան մինչեւ հիմա չեն կարողանում այդ շրջանակը վերջնականացնել։ Դրա մեծագույն խնդիրը նա է, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության առանցքային երկիր է, իսկ Հայաստանը շարունակում է ռազմավարական գործընկերություն օրինակ Ռուսաստանի հետ։ Մի բան, որը թղթի վրա մի թղթի կտոր է ընդհանրապես։ Չկա այդպիսի համագործակցություն։ Եվ մենք այո, պիտի հարաբերվենք Ռուսաստանի հետ, բայց պիտի տեսնենք ինչ շրջանակ ունենք հարաբերությունների։ Եթե մենք տարիներով այդ երկրից զենք չենք բերում, փողը տվել ենք չեն տալիս, սպառնալիք են շարունակում մեր նկատմամբ ամեն անգամ այսպես բան անել, այո, որ կտեսնեք գալու ենք SVO ենք անելու, ռազմական գործողություն ենք անելու, ինչ որ Ուկրաինայում ենք անում։ Դրանից հետո ասել, որ մենք չենք պատրաստվում ռուս-հայկական հարաբերությունները վերաֆորմատավորել, դա լուրջ չի, էլի։ Պարոն Բաբաջանյան, տեսեք, դուք ասում եք գրանցման վայր է մեզ պետք,
մենք պետք է հայտը ներկայացնենք վերջապես Եվրամիության անդամակցության, բայց օրինակ իշխանության մեջ կան կարծիքներ, այդ թվում նաև բավականին բարձր մակարդակում, որ եթե մենք հիմա ճանապարհ ենք բռնել Ռուսաստանից հնարավորինս հեռանալ եւ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լինեն ոչ թե ուղղահայաց, ինչպես դա եղել է տասնամյակներ, այլ հորիզոնական, ապա օրինակ դեպի ԵՄ գնալով մենք նորից ընկնելու ենք այդ ուղղահայաց հարաբերությունների մեջ եւ հիմա էլ, այսինքն չպիտի լինի վերազգային մեր վրա չպետք է լինի վերահսկային վերահսկողություն։ Եվ եթե մենք դառնում ենք Եվրամիության անդամ, եթե մենք գնում ենք դեպի Եվրամիություն, որոշումները կայացվելու են ոչ թե Երևանում, այլ Բրյուսելում, ինչը անընդունելի է։ Ինչ կասեք սրան։ Եվրամիության բոլոր անդամները ունեն վետոյի իրավունք եւ առանց իրենց ազգային շահերը հաշվի առնելու Եվրամիությունում ոչ մի որոշում չի կայացվում։ Այդ իմաստով հատկապես այս միջազգային իրավունքի ոչնչացող այս ժամանակահատվածում, երբ կարգ իրավունք ընդհանրապես շանս չունեն, հա, պետք է խոսել ընդհանրապես կենսունակության մասին, փոքր երկրները դիմանալու ինչ ռեսուրս ունեն։ Ի պատիվ օգոստոսի 8-ի համաձայնությունների եւ ի պատիվ Միացյալ Նահանգների նախագահի այն աննախադեպ քայլերի, հա, մենք վերջերս Դավոսում հիմնադիր այդ բանի տեքստի տակ էինք ստորագրում խաղաղության խորհրդի դրանից առաջ եթե հիշում եք Գազայի վերաբերյալ համաձայնության մի ուրիշ միջոցառման էինք մասնակցում Եգիպտոսում սրանք Հայաստանին էական կշիռ եւ կարեւորություն են հաղորդում եւ դրա պատճառը կրկին օգոստոսի 8-ի համաձայնություններն են բայց մենք հասկանում ենք չէ որ 3 տարի հետո մենք բոլորովին այլ իրականության մեջ ենք լինելու չգիտենք ներամերիկյան կոնյունկտուրան ինչպես է փոխվելու Հայաստանը պիտի դրան պատրաստվի եւ ինչ պիտի անի Հայաստանը եթե մենք նույն ինտենսիվությամբ, նույն ջանասիրությամբ Միացյալ Նահանգների ուշադրություն չունենանք այս տարածաշրջանի նկատմամբ, էականորեն կարող է այստեղ ուժերի նոր, այսպես բան ստեղծվել, դասավորություն ստեղծվել, որին Հայաստանը ի վիճակի չլինի դիմակայել միայնակ։ Ինչու է անհրաժեշտ, որ Հայաստանը դեպի Եվրոպական միություն իր հայացքը մշտապես պահի, որովհետև մեր տարածաշրջանում չկա մի որևէ քաղաքական եւ աշխարհաքաղաքական այսպես միավորում, որտեղ Հայաստանը ի վիճակի կլինի իր իրավունքները եւ իր սուվերենությունը պաշտպանել նույնքան որքան Եվրոպական միությունում։ Ինչու? Որովհետեւ թե Եվրասիական տնտեսական միությունում, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, թե առասարակ այս Եվրասիական տարածաշրջանի գրված եւ չգրված այս անկանոն հարաբերությունների մեջ եւ թե մերձավոր արևելքում պաշտպանվում է ուժի իրավունքը, որտեղ փոքր երկրները ի վիճակի չեն գոյություն պահպանել։ Մինչդեռ Եվրամիությունում պաշտպանվում է իրավունքի ուժը, որտեղ Լյուքսեմբուրգը իր փոքր չափով եւ Գերմանիան իր լոկոմոտիվային նշանակությամբ ունեն հավասար իրավունքներ։ Եվ այդտեղ է որ Եվրոպական միությունը դեռևս 2001 թվականից մենք նաև Եվրոպական խորհրդի անդամ ենք դարձել եւ նաև այդ նպատակադրումն ենք ունեցել հասկացել ենք որ եվրոպական ստանդարտները Հայաստանի համար Հայաստանի նման կոմպակտ երկրի համար միակ հնարավորությունն են որպես կենսունակ երկիր մնալու եւ իր ինքնիշխանությունը եւ անկախությունը ու հարատեվությունը ապահովելու համար թե չէ եվրոպական միություն անպայման գնալու այսպես բան չունենք մենք եթե դրանից մենք չենք կարողանալու առավելագույն ուրեմն նպաստ բերել մեր երկրին դա միակ նպատակն է որտեվ հարևանությամբ մնացած բոլոր միավորումները որտեղ Հայաստանը սենց կամ նենց պիտի բան տեղ գտնի ուժի իրավունքն է առաջ մղվում Սա կոնցեպտուալ հարց է եւ ասել որ մեր տարածաշրջանում Հայաստանը կարող է առանց որևէ աֆիլիացիայի եվրոպական, ռուսական կամ արաբական կամ այլ
շարունակել գոյություն ունենալ, դա ուղղակի կներեք անմեղսունակության մասին է խոսում։ Շնորհակալություն, պարոն Բաբաջանյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրներ Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք առաջին եթերը։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մինչև հունվարի 31-ը Ֆաստբանկի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Դալմա եւ Ռիո մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր եւ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fastbank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է ռեժիսոր, պրոֆեսոր, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Պարոն Բաբայան, տեղի ունեցան երկու ասուլիսներ, մեր ձևով ասուլիսը տեղի ունեցավ, Քոչարյանի ասուլիսը տեղի ունեցավ։ Քոչարյանի ձևով։ Երևի, չգիտեմ, հա, ճիշտ եք ասում, դեպ Քոչարյանի ձևով, երևի թե շուտով երկար չենք սպասելու Սերժ Սարգսյանի ասուլիսը կլինի, չգիտեմ, միգուցե նաև այլ ասուլիսներ կլինեն, ընտրողի հայացքով, ինչ տեսակ այդ ասուլիսներում, ինչ լսեցիք այդ ասուլիսներում, ինչ-որ նոր բան, նոր գաղափար, օրակարգ, միտք, քաղաքական միտք, որը կարող է ձեզ ներկայացնել ձեզ համար ուշադրություն, որպես ընտրողի համար, որը հունիսի 7-ին գնալու է եւ ընտրություններում քվեաթերթիկը գցելու է քվեատոփի մեջ։ Բոլոր դեպքերում կարևոր բաներ են։ Ես կարծում եմ շատ ավելի լավ է լսել կոնկրետ անձնավորությունը, քան լսել կարծիքի մասին, որտեղ իրականում մենք մեր խոսքով բացահայտում ենք սեփական հայացքներ եւ ավելի լավ, քան դա կանի մեկ ուրիշը։ Ես ամբողջովին չեմ նայել, անկեղծ ասած, ոչ մեկը, ոչ մյուսը, որտեվ մոտավորապես պատկերացնում էի ինչ է, հատվածներ իհարկե նայել եմ, տեսել եմ, առավել ևս որ իրենք շատ լայն ձևով ներկայացված են ուրեմն եւ մամուլում եւ տասնյակ ԶԼՄ-ներ են ներկայացնում։ Բոլոր դեպքերում տպավորություն կարելի է կազմել։ Կարծում եմ ամեն ինչ գալիս է հաստատելու այն ինչի մասին մենք արդեն մի քանի անգամ խոսել ենք, որ այս 26 թվականի ընտրությունները առաջին հերթին լինելու են քաղաքակրթական ընտրություններ։ Եվ այդ երկու ասուլիսն էլ դրա լավագույն ապացույցն են,
որ ուղղությամբ է ուզում Հայաստանը շարժվել, բայց կան նաև նորություններ որոշակի զուտ տերմինաբանության տեսակետից, հա, սկսել է շոշափվել, երևի նոր բան չի, բայց հիմա այսօր արդեն տարբեր նաև քաղաքական ուժեր են շոշափում ուժեղ առաջնորդ հասկացողությունը։ Գիտեք, մենք հաճախակի օգտագործում ենք որոշակի բառեր, բայց այդ բառերը երևի թե կարիք ունեն բացահայտվելու, հա, արձաբանվելու, ինչ է նշանակում ուժեղ առաջնորդ։ Եթե խոսքը գնում է ֆիզիկական ուժի մասին, ուրեմն կարծում եմ լավագույն թեկնածուն Բարգավաճ Հայաստանի կուսակցության ղեկավարն է, բայց կարծում եմ, որ ներկայացնողները ինչ որ ուրիշ բան նկատի ունեն։ Երևի։ Եվ այս պարագայում պետք է հարցնել, թե իսկ ով է իրենց համար, ասենք թե օրինակելի ուժեղ առաջնորդ։ Պուտինը, Լուկաշենկոն, միգուցե Ալիևը, միգուցե Կիմ Չեն Ինը, միգուցե Ստալինը։ Թե Քոչարյանը ասում է ուժեղ առաջնորդը ես եմ։ Չէ։ Քեզնից բացի, որտեվ հիմա այն մեր ձևովն էլ չի ասում ուժեղ առաջնորդ, բայց չեմ կարծում, որ հոպարն է ուժեղ առաջնորդը։ Դե հա, Հորեղբայրը։ ուրեմն բայց ում հետ ենք մատվում, ասելով ուժեղ, դա ինչ ուժ է, դա մտավոր ուժ է, դա իմաստություն է, դա խելք է, դա դիվանագիտություն է, դա խորամանկություն է, դա ինչ է։ Եվ միշտ առավելևս քաղաքական գործիչները իրենց աչքի առաջ ունեն որոշակի օրինակ, ում իրենք ուզում են նմանվել, հա։ Ես էլ եմ հարցնում, ով է, ասենք թե Պուտինը ուժեղ առաջնորդ է, թե թույլ առաջնորդ է։ Հիտլերը ուժեղ էր, Ստալինը ուժեղ էր, Մao-Tse-Tung-ը ուժեղ էր, եկեք նայենք ինչ ենք մենք հասկանում ասելով ուժեղ առաջնորդ եւ ինչ է մտնում այդ ուժ հասկացողության տակ։ Ես կարծում եմ նման պարզաբանումներ պետք է տրվեն։ Նման իդեալներ քաղաքական գործիչների պետք է Երևան։ Ում ենք ուզում նմանվել, ասենք թե, կամ որ մոդելն է երկրի մեր համար համարվում օրինակելի։ Ասենք թե Ռուսաստանի տնտեսական համակարգը օրինակելի է մեր համար, կրթական համակարգը, օրինակելի է գիտական համակարգը, ռազմական եւ այլն բան է, որտեվ միշտ ամեն ինչ պահանջում է բացատրություն։ Առավել եւս, երբ որ մենք խոսում ենք, որ այս Հայաստանի ուրեմն տարածքը եւ սա իմիջիալոց նոր բան չի, սրա մասին խոսվել է շատ վաղուց, նաեւ խոսել են Ղարաբաղյան շարժման գաղափարախոսները, գաղափարախոսներից մեկ ավելի շուտ, ասելով, որ սա չի կարող հայրենիք կոչվել, հայրենիքը մեր համար ամբողջ սովետական միությունն է։ Ինչ տարածքի մասին է խոսվում, արդյոք դա սեփական նարատիվ է, թե սա ուրեմն ինչպես մեր պատմությունն է ցույց տալիս, այդ նարատիվը գալիս է ներմուծված, դեռ Նիկոլայ Երկրորդն էր խոսում ավելի մեծ Հայաստանի մասին, ճիշտ է Ռուսաստանի կազմում եւ այդ թեզի տակ էին կազմակերպվում կամավորական ջոկատները, որոնք պետք է կռվեին կանոնավոր թուրքական բանակի հետ եւ այլն։ Ամեն ինչ պահանջում է պարզաբանում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ նման ուրեմն մամուլի ասուլիսներ են տեղ ունենում, որտեվ շատ բան դառնում է հասկանալի։ Եվ իմ համար անկեղծ ասած, միգուցե այդքան էլ ճիշտ չի, բայց թույլ կտակ մի քիչ sense, հա, ավելի հեռանալ, բայց կարծում եմ իրականում մոտիկանալ թեմային, բիբլիական պատմություն Մովսեսի մասին, որը 40 տարի ժողովրդին առաջնորդում էր անապատներով դեպի ավետյակ երկիր, հա, 40 տարի, նայում ես այդ ճանապարհը
ոտքով մոտավորապես մաքսիմում 2 շաբաթվա ճանապարհ, բայց 40 տարի տանում էր որպեսզի ուրեմն մահանալ վերջին ստրկության մեջ ծնված մարդը եւ այդ 40 տարվա ընթացքում հաճախակի ասում են եկեք վերադառնանք գուցե այնտեղից Հռոմի Եգիպտոսի փարավոններ էր հետ կանչում եկեք վերադարձեք կուշտ կապրեք լավ կապրեք ինչպես անցյալում թակած է տավետյաց երկրի հայրենիքի վերաբերյալ սեփական հողի եթե հաշվենք մեր անկախության տարիները մենք մոտավորապես մոտենում ենք այդ ժամկետին բայց կարծում եմ ի տարբերություն գուցե Մովսեսի մենք մեր առաջնորդները այդքան էլ ասենք ասեմ այդքան էլ համոզված չէին որ պետք է հասնել այդ երկիր եւ ժամանակ առ ժամանակ ներմուծվում է գաղափար իսկ միգուցե վերադառնանք որտեղ հիշում եք ինչքան կուշտ էին երկիրն էլ մեծ էր վերջ-վերջո Եգիպտոսը երևի թե իր տարածքով հա նավետած երկրից մի 50 կամ 100 անգամ ավելի մեծ տարածք ունի ավելի ապահովված էին որտեղ Եգիպտոսը ուժեղ երկիր էր կարողանում էր թշնամիներին դեմադրել ընտրության հարց եւ ես շատ ուրախ եմ այս ասուլիսների համար որտեղ ընտրությունը մենք ենք կատարում եւ մեզ բաց ասվում է Չէ, մեզ ասում են, որ մենք ձեզ կանչում ենք հետ։ Այդ երկու ասուլիսին դա ասվել է։ Եվ Լավրովն էլ Մոսկվայից է հաստատել, ասում է մենք կանչում ենք, ձեզ ուզում է այդ փտած արևմուտքը, ուզում է ձեզ ասենց բռնի ուժով պոկել մեզանից։ Այդ հասկացանք։ Բայց կա մի կարևոր հարց, նաև այդ մասին խոսենք, պարոն Բաբայան, որպեսզի ճշմարտությունը ամբողջապես այդ ճիշտ է, մարդիկ հասկանան ինչ է իրականությունը։ Այդ նոստալգիան սովետական միության նկատմամբ շատերի մոտ կա։ Եվ հասկանալի է, այտենց անեկդոտ էլ կա, գիտեք, երևի վստահ եմ։ Մարդկանց երիտասարդ տարիներն են եղել այն ժամանակ եւ դեռ արդեն իսկ ավելի լավ է եղել իրենց համար, քան թե հիմա, եթե մնացածը չասենք։ Բայց արդյոք այն որտեղ մեզ այսօր կանչում են, դա այն սովետական միությունն է։ Արդյոք այսօրվա Պուտինյան Ռուսաստանը նույնիսկ սովետական միության հետ եթե մենք համեմատում ենք, այդ կյանքը ոչ չի վերադառնալու, պատմությունը հետ երբեք չի գնում։ Մարդկանց սա էլ է պետք բացատրել, մարդիկ պետք է հասկանան, որ սա Պուտինյան Ռուսաստանը եւ 60-ական, 50-ականների սովետական միությունները դա բոլորովին տարբեր օպերաներ են։ Դուք ինքներդ պատասխանում եք ձեր հարցին, իհարկե տարբեր են եւ տարբեր են, որտեղ ժամանակն է անցնում։ Միանշանակ երիտասարդությունը լավ բան է։ Միանշանակ շատ ավելի լավ է լինել երիտասարդ, նույնիսկ որոշակի նեղվածության մեջ լինել, քան ծեր եւ հարուստ։ Սա պարզ է։ Ռուսաստանը այն չէ։ Եվ այն չէ, որ ոչ միայն այն բանի պատճառով, որ ժամանակներն են փոխվել, չգիտեմ, հիմնական սմարթֆոններ եւ այլն, այլ նույնիսկ սովետական միությունը իր այսպես ասած լճացման տարիներին շատ ավելի բարիդրացիական հարաբերություններ ուներ ամբողջ աշխարհի հետ։ Հիշենք Հելսինկյան այդ հայտնի համաժողովը, որը արձանագրեց բազմաթիվ սկզբունքներ եւ մարդու իրավունքներ եւ սահմանների անդրմեկելություն եւ խաղաղություն եւ հարաբերությունները սովետական միության նաեւ Ֆինլանդիայի հետ, Շվեդիայի հետ, Ֆրանսիայի հետ, բազմաթիվ երկրներ եւ նույնիսկ սովետական ամերիկյան հարաբերությունները այսօր Ռուսաստանը իհարկե այն չէ։ Այսօր Ռուսաստանը եկեք արձանագրենք, այսօր Ռուսաստանը ագրեսոր է եւ դա ընդունված է ամբողջ աշխարհում այդպես մտածել։ Ուրիշ հարց է, թե այդ ագրեսորը դու ինչ հարաբերություններ ունես, բայց արդյոք դու ուզում ես այդ դաշտում տեղավորել քեզ։ Եվ արդյոք այդ դաշտը քո համար կդառնա քո անվտանգության երաշխիքը։ Գիտեք, մենք հաճախակի հիմա խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին եւ դրա տակ հասկանում ենք միայն զինված ուժերը։
բայց շատ ավելի կարևոր է քո տնտեսական անվտանգությունը։ Երաշխիքների մասին 2026 թվականին խոսել երաշխիքների մասին առնվազն միամտություն է։ Այո։ Ասենք թե, այս վերջի ասուլիսի մասին ժամանակ խոսվեց, որ Թրամփը ճանապարհը լավ կլինի, եթե որպես երաշխավորների մասին, երաշխիքների չէ, երաշխավորների, որպես երաշխավորներ հանդես գան նաև Չինաստանը եւ Ռուսաստանը։ Շատ բարի։ Ես ուզում եմ պարզապես թարմացնել մեր հիշողությունը եւ հիշել, թե ով էր երաշխավորը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան։ Հիմա ինչ վերադառնանք մեր պատմությանը, 44-յա օրվա պատերազմից հետո ով էր երաշխավորը, որպեսզի Ղարաբաղցիները մնան իրենց օրեմտներում Ղարաբաղում։ Այնպես որ երաշխավորը իրականում կարող է լինել միայն դու եւ քո խելացի քաղաքականությունը, որը չի կապի դա որևէ մի երկրի ուժի հետ, միայն ուժի հետ, այլ նաեւ կտա քեզ հնարավորություն ստեղծել հիմնովին երաշխիք, որը քո զարգացած տնտեսությունն է, որտեղ երբ որ դու սկսում ես գտնվել այդ երկրների շարքում, այդ ընտանիքում, դու իսկապես շատ ավելի քեզ ապահոված ես զգում։ Չնայած ասեմ, որ այսօր նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որոնք ոչ այդքան վաղուց են մտել, հա, ես նկատում եմ Մերձբալտյան հանրապետությունները կամ նախկին սոցիալիստական երկրները, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, էլի ապահոված իրենց չեն զգում։ Շատ ավելի ապահոված, եթե նրանք չլինեին ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց այսօրվա աշխարհում 100%-ով ասել, որ այս սա երաշխավորում է քո անվտանգությունը, բացարձակապես միամտություն է կարծեմ։ Դա լավագույն դեպքում։ Ավելի ռեալ գնահատականը խապկանք է։ Պարոն Բաբայան, ես հիշում եմ այն տարիները 15, 16-ից հետո նույնիսկ։ Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, որը կա, ես իրենց անվանում եմ համակարգային ընդդիմություն, այն ժամանակ իշխանություն էին։ Եվ ես իրենց այդ հարցը ուղղում էի։ Իդեպ եւ իրենց է ուղղում, եւ թուրքագետներին է ուղղում։ Մեզ մոտ թուրքագետները ամենամեծ ռուսոֆիլներն են, չէ, հայտնի է դա, չգիտեմ ինչու, դա էլ հետաքրքիր մի բան։ Ասում եմ, լավ, բա դուք չեք տեսնում վտանգ, հավանականություն, մարտահրավեր, որ այդ Լենին-Աթաթյուրք պակտը, որը եղավ, կարող է հիմա էլ կրկնվել։ Ինչ է կանելու վաղը, եթե Պուտինը իր ամենամոտ, այն ժամանակ արդեն ընկերներ էին, չէ, իրանք Էրդողանի հետ, ընկերոջ հետ կպայմանավորվեն եւ կպայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի հաշվին, Հայաստանի հաշվին։ Իրենք ասում էին ոչ, դա երբեք տեղի չի ունենալու, որովհետեւ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է։ Ես ասում եմ, լավ, ասենք թե մեր անվտանգության երաշխավորն է, բայց Ղարաբաղին էլ հո երաշխավոր չի, Ղարաբաղը ընդհանրապես ճանաչված չէ։ Դե չէ, մենք տենց ճիշտ է չեն ասում, գրած չի, բայց դեռ որ խոսում ենք, ասում են պրոբլեմ չկա, ամեն ինչ լավ է։ Թուրքագետներն էլ էին ասում էին ոչ, դա հնարավոր չի, որովհետև Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը երբեք չեն համընկել եւ հիմա էլ չեն համընկնում։ Տեսանք չէ ինչ տեղի ունեցավ։ Հիմա այսքանից հետո ոնց կարելի է գալ այդ նույն փոცხի վերականգնել, թե սա ավելի շատ ինչ-որ քաղաքական նախընտրական պոպուլիզմ է, միգուցե փարիսեություն, երկերեսայություն, միգուցե դա է, ես ուզում եմ որ այդպես լինի, որտեղ ես չեմ հավատում, որ այդ մարդիկ այնքան հերո են իրականությունից, քաղաքական իրականությունից։ Դուք շատ ճիշտ եք ասում, 26-ին խոսել երաշխավորների մասին, առնվազն միամտություն է, իսկ այն մյուս կողմը մեր փորձագետների մի զգալի մասը հայտնի է նրանով, որ ավելի լավ քան Ռուսաստանը գիտի, թե որն է Ռուսաստանի շահերը եւ որն է Ռուսաստանի քաղաքականությունը։ Այն ժամանակ էլ էին ասում։ Այն ժամանակ էլ։ Դուք այստեղ մի բառ օգտագործեցիք, եթե թույլ տաք ես մի քիչ դրա վրա կանգ առնեմ, հա։ Խոսեք ռուսաֆիլների մասին։
բոլոր նրանք, ովքեր զգուշացնում են այն վտանգների մասին, որը գալիս է Ռուսաստանից, հեշտությամբ մեր մոտ կոչվում են ռուսաֆոբներ։ Այդ թվում եւ ես։ Եվ քանի որ առիթ է թույլ տվեք այս առիթը օգտագործեմ եւ ասեմ։ Ես ստացել եմ ռուսական կրթություն։ Ես ռուս գրականության եւ լեզվի մասնագետ եմ։ Ես էլ։ Ես իմ երկրորդ կրթությունը ստացել եմ Մոսկվայում։ Մենք մեծ հաշվով գործընկերներ ենք։ Ես մեծացել եմ ռուս գրականության վրա Պուշկին, Լերմոնտով, Գոգոլ, Տոլստոյ, Դոստոևսկի, Չեխով, Պաստերնակ, Ախմատովը, Բրոդսկի, սա է Չայկովսկի, Գլինկա, Շնիտկե, Շոստակովիչ։ Ու մուզիկ Վասնիցով, Սավրասով, Ռեպին, թատրոն, Ստանիսլավսկի, լավ եք ճանաչում։ Ես ոչ թե լավ եմ ճանաչում, ես սիրում եմ դա։ Ես ինձ կարող եմ անվանել ռուսաֆիլ այդ տեսակետից։ Բայց ես սիրում եմ ռուս մշակույթը, այլ ոչ թե ռուս քաղաքականությունը։ Որոնք այդ մշակույթի կրողներ չեն։ Սա մեկ եւ երկրորդը, որոնք ամբողջ պատմության ընթացքում փորձել են նաև, ասենք ասեմ, տեսնել այդ մշակույթը։ Հիշենք Տոլստոյի ու եկեղեցու հարաբերությունները, հիշենք Պաստերնակի ու իշխանությունների հարաբերությունները։ Ռուսական էմիգրացիան, ռուսական փիլիսոփաներին հազար ու մի բան կարող ենք հիշել։ Իմ համար Ռուսաստան անուններն են, որոնք ես տվեցին, ու էլի կարող եմ տասնյակ նման անուններ տալ։ Բայց իմ համար Ռուսաստանը, Ռուսաստանի ոգին եւ Ռուսաստանի արժեքը ռուսական քաղաքական այսօրվա քաղաքական միտքը չէ։ Չնայած մեծ տարբերություն չեմ տեսնում Նիկոլայ II-ի, Նիկոլայ I-ի, Լենինի, Ստալինի եւ Պուտինի միջև։ Նույն կասերապաշտական, իմպերիալիստական մտածողություն։ Հիմա ինչով եմ ես ռուսաֆոբ։ Եվ ինչով են ուրիշները ռուսաֆիլ։ Պուտինին չեք սիրում։ Պուտինին չեմ սիրում։ Նախ որտեղ ընդհանրապես սիրելու բան չի, երկրորդը ես տրադիցիոն սեռական կողմնորոշում ունեմ, ես կանանց եմ սիրում։ Բանում լավ է, չէ՞, ասում Բուլգակովի հերոսը ասում, «Вы не любите революцию». Ասում, «Да, я не люблю революцию». Вы не любите советскую власть. А за что ее любить? Այո, դա ասում էր պրոֆեսոր Պերեաբրաժենսկին Շանսիրտը ֆիլմում։ Այո։ Եվ պատմում է, թե ինչ արել սովետական իշխանությունը։ Ես կարծում եմ, որ եւ սա, այսպես ասած, այսօրվա մտքերը չեն, այն ժամանակ, երբ որ մեկ գիշերվա ընթացքում որոշում կայացվեց, տեղափոխել Հայաստանը դեպի այն ժամանակ մաքսային միություն կոչվածը, այն օրվանից ես ասում եմ, խոսքը ոչ թե սիմպաթիաների մեջ է, համակրանքների մեջ է, խոսքը առաջադեմ համակարգին է վերաբերվում։ Եվ ոչ միայն, ասենք ասեմ, մարդու իրավունքների տեսակետից, ժողովրդավարության տեսակետից, նաև տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության։ Եթե դու չես ուզում, գոնե չես ձգտում մտնել այդ համակարգի մեջ, դու դատապարտված ես միշտ լինել ինչ-որ մեկից կախված, ամենահետամնաց, ամենազառամյալ կարգավիճակում։ Էդ ենք մենք ուզում։ Մենք կարող ենք լինել այդ վիճակում, բայց մենք պետք է այդ ժամանակ հաշտվենք նրա հետ, որ լավագույն ուղեղները կգնան Հայաստանից։ Իսկ վերջը, ասենք ասեմ, երկրի զարգացումը դա զարգացած մարդկանց գործունեությունն է։ Դուք ասում եք կգնան, բայց մոտավորապես 1 միլիոն մարդ արդեն գնացել է եւ այդ լավագույն ուղեղները շատ մեծ տոկոս են կազմում այդ։ Սա իրականում ողբերգություն է եւ դա եղել է այս քաղաքականության հետևանք մեծ հաշվով։ Միանշանակ կարծում եմ այո։ Ինչի են գնացել, որովհետեւ ապագա չեն տեսել։ Իսկ ինչի ապագա չեն տեսել, որովհետեւ լճացված տեղում էինք, դոփում էինք այդ բոլոր տարիները, մեր ճահիճի մեջ էինք։
ցանկացած ողջամիտ մարդ չուզենա մնա ճահիճի մեջ ապագա չտեսնելու։ Մարդիկ բաժանվում են երկու մասի։ Մեկը մի մասը կարծում եմ ամենա առաջադեմ մասը մենք ուզում ենք զարգանանք։ Մենք ուզում ենք նոր բանի հասնել, մենք ուզում ենք ստեղծագործել, մենք ուզում ենք արարել ի վերուս մեզ տրված այդ։ Մյուս ասում է սենց էլ մնալ լավ է։ Կամ այ առաջ լավ էր։ Հիմա խնդիրը 26-ի ընտրությունների սա է վերջո լինելու։ Ինչ եք մենք ընտրում, ընտրությունը մերն է։ Համար ես շատ շնորհակալ եմ, ես Քավլիցի շատ հերո եմ որևէ քարոզանելու որևէ կուսակցության կամ ուժի վերաբերյալ, առավել ևս դեռ չկան ծրագրեր, դեռ չկան ուրեմն այդ հանդիպումները, ես դեռ չգիտեմ ինչ եզրակացություն ես կունենամ, բայց այսօր արդեն հստակ երևում է, որ Ջրբաժանը այդտեղ է գտնվում, առաջ դեպի անցյալ, թե առաջ դեպի առաջ։ Եվ ընտրությունն էլ մերն է լինելու վերջը։ Միանշանակ, եւ այստեղ էլ մենք իրավունք ունենք որևէ մեկին երբևիցե մեղադրելու։ Մարդուն տրված է մեծագույն իրավունքը կատարել ընտրություն։ Ու այդ իրավունքը ոչ ոք չի կարող մեզնից խլել։ Նույնիսկ ընտրության չգնալով մենք էլի ընտրություն ենք կատարում։ Այստեղ շատ կարևոր բան ասացիք, ընտրություն են կատարում, որովհետև շատերը չեն գնում ընտրության, հետո ասում են մենք չենք ընտրել։ Եվ ուրախանում են։ Մենք պատասխան չենք տալիս այս իշխանության համար կամ նախկին, մենք չենք ընտրել։ Այսինքն շատ կարևոր բան է, եթե դու չես գնում, կարևոր չի։ Ուրիշներն են գնում, չէ՞։ Դու իրավունք ունես ոչ մի բանից բողոքելու, դու քո իրավունքը հանձնել ես ուրիշներին։ Իմիջիալով մարդիկ շատ են նման երկրներին, հա։ Եթե մարդը հանձնում է իրավունք ուրիշին, երկիրն էլ կարող է հանձնել իր իրավունքները ուրիշներին։ Եվ այդ ժամանակ երկիրը ոչ մի բանից բողոքելու իրավունք չունի։ Մենք հանձնել ենք մեր իրավունքները ուրիշներին։ Եվ հիմա մենք խոսում ենք Ռուսաստանը մեզ դավաճանել, չէ՞ հաճախակի լսում ենք, Ռուսաստանը մեզ բացարձակապես չի դավաճանել։ Ռուսաստանը վարվել է այնպես, ինչպես վարվում է միշտ եւ ոչ միայն մեր հետ։ Դուք ինքներդ եք վերագրել Ռուսաստանին որոշակի մտքեր, որոշակի կարողություններ, որոշակի գործողությունների սպասելիքներ, ինչու իսկ երբ որ դա չիրականացավ, ասեք Ռուսաստանը մեզ դավաճանել է։ Դավաճանելուց առաջ պետք է լիներ հավատարիմ, այդ հավատարմությունը չկար երբեք։ Ես եմ միշտ դա ասում, որ իրականում Ռուսաստանը մեզ չի դավաճանել։ Իհարկե չի դավաճանել։ Ուղղակի գցել է վերջ, շատ ավելի պրոզաիկ է։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Բաբայան, հաստատությունի համար։ Մեր հյուրն էր թատերական ռեժիսոր, պրոֆեսոր, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը։ Քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մինչև հունվարի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Դալմա եւ Ռիո մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր եւ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։
Մեր եթերը շարունակվում է, այն շարունակվում է տեսակապով, մեզ է միացել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ Լևոն Բարխուդարյանը։ Բարև ձեզ, պարոն Բարխուդարյան։ Բարև ձեզ։ Պարոն Բարխուդարյան, մեր խաղաղության գործընթացը Ադրբեջանի հետ իր տնտեսապես չափման մասով հասել է նոր հանգրվանի, վարչապետ Փաշինյանը խոսում է Հայաստանի Ադրբեջանի եւ արդեն իսկ այսօր խոսեց նաեւ Թուրքիայի հետ էներգետիկ համակարգերի միացման անհրաժեշտության մասին եւ շատ հետաքրքիր է որ դրա հետ զուգահեռ ադրբեջանական ԶԼՄ-ներում մի տեղեկատվություն է հրապարակվել ըստ որի Ադրբեջանում կառուցվում է ինչ-որ նոր մեծ էլեկտրագիծ, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ եւ հետո շարունակություն ունենա Թուրքիայում։ Կարծես թե զուգահեռ են այս երկու խոսակցությունները, գործընթացները իրականանում։ Դուք ինչպեսի պատկերացում ունեք այսպիսի նախագծի հեղինակարների մասին, որտեղ են ռիսկերը, իսկ ռիսկերը ակնհայտ կան եւ որտեղ են իհարկե հնարավորությունները մեզ համար։ Ես էլ եմ տեղյակ դրանից, այն ինչ որ վերջին օրերի մամուլում հրապարակվեց, շատ տեխնիկական մանրամասներ անշուշտ չգիտեմ, տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ դրա դրական ազդեցությունը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական համագործակցության առումով, որը ակնհայտ է, Հայաստանը գումարներ կստանա տրանզիտի դիմաց, Հայաստանը ինքը հնարավորություն կստանա նաև արտահանելու էլեկտրաէներգիա, ինչպես ասվում էր նույն Ադրբեջանի տարածքով, մի կողմից դեպի հյուսիս, մյուս կողմից Թուրքիային, Իրանին, սա իհարկե բավականին շահավետ է, բայց ավելի կարևոր է ըստիս այն, որ այս վերջի քայլերը տնտեսական համագործակցության, տնտեսական ինտեգրման ստեղծում են շատ ավելի կայուն հիմք խաղաղության համար։ Բոլոր երկրների կապիտալներին, որոնք ունեն ներդրում տվյալ տարածաշրջանում, միավորում է մեկ ընդհանուր շահ՝ կայունությունը այդ տարածաշրջանում, կայուն տնտեսական աճը, քաղաքականությունը եւ կանխատեսելիությունը քաղաքականության։ Դա հնարավոր է խաղաղության պարագայում։ Ոչ մեկին ձեռնտու չէ պատերազմ։ Սա շատ կարևոր է այս հանգամանքը, որի համար էլ կարծում եմ, որ հնարավորությունը այստեղ ավելի շատ են, քան ռիսկեր։ Ինչ ռիսկեր կան, երևի ինչ որ մրցակցային ռիսկեր տարբեր շուկաներ արտահանման առումով, բայց էլեկտրաէներգիան այն ապրանքն է, որ առայժմ մեծ ինչ որ մրցակցության հարցեր չկա, որտեղ պահանջարկը բավականին մեծ է, իսկ գեներացնող հզորություններով Հայաստանը բավականին առաջատար տեղերից մեկում է, որտեղ շատ հնարավորություններ կա դա անելու, այդ նաև ոչ ավանդական էներգետիկայի ստացման աղբյուրներով, վերարտադրվող աղբյուրներով, քամու, արևի եւ այլն։ Եվ սա իհարկե պոտենցիալ է թե մեր հնայի աճի եւ թե տնտեսությունների ավելի սերտ համագործակցության, ավելի ինտեգրման, որ ինչպես արդեն ասացի, բավականին կայուն եւ հարատև խաղաղության երաշխիք է։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ եթե հեծի արժեքը հասանելի լինի պետբյուջեի համար, հեծը ամբողջությամբ կպետականացնենք։ Ցավոք, մենք ունենք բազմաթիվ օրինակներ, վերջին օրինակը Անիվ հիմնադրամի գործունեությունն է, որոնք վկայում են այն մասին, որ պետությունը այնքան էլ լավ տնտեսվարող չէ։ Եվ երբ որ պետությունը զբաղվում է դառնում է տնտեսվարող, դա հիմնականում վերածվում է թալանով եւ պետական բյուջեի մսխումով, ինչից հետո այդ հիմնարկությունը փակվում է, իսկ դերակատարները հայտնվում են տարբեր քրեական, դատական գործընթացների շրջանակներում։ Որքանով է ընդհանրապես ճիշտ գնալ այդ ուղղությամբ, եթե իհարկե այսպիսի որոշում կայացվի եւ հեծը պետականացնել, արդյոք դա նշանակում է հեծի էֆեկտիվությունը բարձրացնել այն դեպքում, երբ որ ակնհայտ այս պահին կան խնդիրներ, նույնիսկ գործող սեփականատիրոջ պարագայում, նրա էֆեկտիվության հետ կապված։ Լրիվ համաձայն եմ ձեզ հետ, պետությունը լավագույն տնտեսվարողը չէ,
Այդ պատճառով համաձայն եմ այդ նույն ասելիսում Փաշինյանի հնչեցրած այն մտքին, որ այնուհետև դա պետք է տրվի լիազորագրային կառավարման միջազգային հեղինակություն ունեցող եւ բավականին հմուտ եւ մասնագիտացված այդ ոլորտում ընկերությանը կամ ընկերություններին, այսա ճիշտ որոշում է։ Նրանք կարող են դա անել ավելի արդյունավետ։ Իհարկե հեծը մեծ ներդրումներ են նաև պահանջում բոլոր ենթակայաններում, հաղորդման, էլեկտրահաղորդման գծերում, շատ հնարավորություն, շատ միջոցներ հնացած են, դրանք կարիք կա փոխելու, կատարելագործելու, մեծ ներդրումների կարիք կա։ Պետությունը ակտիվ դեր պետք է ունենա այդ հարցերում եւ պայմանավորվելով այդ կառավարիչների հետ, այս բոլոր հարցերը պետք է իհարկե դրվեն սեղանին։ Այլապես ես էլ եմ լրիվ համաձայն ձեզ հետ, որ պետությունը լավագույն տնտեսվարողը չէ։ Եվ դա հղի է մեծ ռիսկերով։ Մենք նրանում համոզվել ենք ամբողջ խորհրդային միության ժամանակահատվածում, որ իրականացնեմ ես եղել եւ իմ սերունդը, բայց այդ որոշումը ճիշտ է, դա մասնագիտացված համապատասխան ընկերություններին, դա պետք է միջազգային մրցույթով արվի, շատ ճիշտ ձևով, շատ արդյունավետ ձևով։ Մեկ այլ հայտարարություն, երրորդ անգամ է խոսում վարչապետ Փաշինյանն այդ մասին, նա նշել է, որ Հայաստանը արդեն նաև գրավոր է դիմել Ռուսաստանին երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցով, այսօր է խոսվել այդ մասին, եւ ըստ վարչապետ Փաշինյանի այս պահին ինքը չգիտի, թե գրավոր պատասխան կա թե ոչ Ռուսաստանի կողմից, բայց կան դրական ազդակներ։ Նաև դրա հետ զուգահեռ, ինչպես միշտ վարչապետ Փաշինյանը նշել է, որ եթե այդ գործընթացը չգնա առաջ, եթե չլինեն ձեռքբերումներ, ապա Հայաստանը կարող է տարածքում ինքնուրույն այդ գործունեությունը ծավալել առանց Ռուսաստանի։ Սա շատ նման է մի գործընթացի, քաղաքական գործընթացի, դիվանագիտական գործընթացի, երբ որ Ռուսաստանին մեսեջներ են հղվում, եւ ընդհանուր տպավորությունը այն է, որ Երևանում այնքան էլ հակված չեն եւ չեն սպասում, որ Ռուսաստանը այդ գործունեությունը ծավալելու է։ Ուղղակի սա ինչ-որ դիվանագիտական ժեստեր են եւ իրականում դժվար թե Ռուսաստանը այդ գործունեությունը ծավալի եւ այդ հատվածները կառուցի։ Դուք ինչպես եք կարծում։ Հարցադրումը այսպեսին է։ Հիմա հայկական երկաթուղին է, Հայաստանը կարիք ունի բավականին խոշոր ներդրումների երկաթգծերի արդիականացման, նորոգման, նոր երկաթգծեր կառուցելու ուղղությամբ։ Դա տարիներով հասունացած կամ կուտակված մեծ խնդիր է, հիմնախնդիր է, որը պետք է լուծվի։ Տրված է երկաթգծը կոնցեսիոն կառավարման ռուսական երկաթգծերի։ Եվ այս պատճառով դիմում է եղել Ռուսաստանի նախագահին, որ առաջարկում ենք, որպեսզի երկաթգծը այդ ներդրումները անի։ Կամ ներդրումները կանի ռուսական երկաթգիծը, միգուցե նաև ներգրավելով այլ աղբյուրներ, միջոցներ, միջազգային բանկերից եւ այլն։ Եվ կամ, ինչպես ասվել է, Հայաստանը ինքը կանի, բայց այդ դեպքում արդեն ընտրության հարց է, կամ հարց է, կամ ներդրումները պետք է արվեն, կամ պետք է դադարեցվի կոնցեսիոն կառավարումը։ Քանի որ կոնցեսիոն կառավարման պայմանագրով արդեն իսկ նախատեսված է եղել, որ ռուսական երկաթգիծը պետք է ներդրումներ անի, ինվեստիցիաներ անի հայկական այդ ենթակառուցվածքներում համապատասխան, կատարելագործի դրանք, զարգացնի, եւ այդ ուղղությամբ դժվարանում եմ ասել, որ ինչ-որ էական աշխատանքներ են արվել։ Այո, շատ տեղեր կան, որ պետք է նորացվեն, նոր գծեր կառուցվեն, հները նորոգվեն, եւ դա պետք է անպայման արվի, որովհետեւ հիմա մենք մեծ մարտահրավերների առաջ ենք, վաղը եթե սահմանը Թուրքիայի հետ բացվի, Ադրբեջանի հետ բացվի, մենք չպետք է կանգնենք փաստի առաջ, ասենք, բայց մենք այսքան պայքարում ենք, որ սահմանը բացվի, ոչ մի աշխատող կարգին երկաթգիծ չկա, մեր բեռնափոխադրումները շատ ցածր մակարդակ ունեն։ Դրա համար պետք է այսօրվանից մտածել այդ մասին, եւ այդ հարցադրումը, որ դրված է եղել Ռուսաստանի նախագահի առաջ կամ հենց նույն ռուսական երկաթգծի ղեկավարության առաջ, լրիվ հիմք ունի։ Ընտրեք, կամ ներդրումներ եք անում, մենք էլ կաջակցենք բնականաբար, ինչ որ մաս երևի Հայաստանն էլ կդնի, բայց կամ թե պետք է մտածեք, թե ով կլինի հաջորդը, ում կտրվի կոնցեսիոն կառավարման երկաթգծերը։ Նորից եմ ասում, սա շատ մեծ ներդրումների մասն է խոսքը։ Պարոն Բարխուդարյան, տասնյակ հարյուր կիլոմետր։
Եվ որ ժամանակին այդ կոնցեսիոն պայմանագիրը կնքվեց, ես շատ լավ եմ հիշում, այն ժամանակ այնպես էր ներկայացվում իրադրությունը, որ բացի ռուսական երկաթողիներից որևէ մեկը ցանկություն չունի ընդհանրապես Հայաստանում այդ ներդրումները անել եւ այդ կոնցեսիոն պայմանագիրը կնքել, ասենք այլ երկրների, հա, երկաթողային ընկերությունները։ Եթե մենք հիմա գնանք ամենավատ սցենարով կամ միգուցե չգիտեմ ամենալավ սցենարով եւ ընդունենք, որ Ռուսաստանը հրաժարվելու է եւ իրոք կոնցեսիոն պայմանագիրը պետք է դադարեցնել, կան պոտենցիալ, հա, ընկերություններ, ներդրողներ, որոնք կարող են հայկական երկաթողիները այդ կառավարման մեջ տակ վերցնել։ Թե մենք կարող ենք ինքներս միգուցե Ես կզարմանայի, եթե այն Ես կզարմանայի, թե այն տարիներին մեծ ցանկություն ունեցողներ լինեն, բավականին լարված իրավիճակ էր պատերազմից հետո ռեգիոնում խաղաղություն չկար 2000-ականներն էին, պարոն Բարխուդարյան։ Այո, մենք բայց շրջափակման մեջ էինք եւ որևէ խաղաղության պայմանագիր չկար եւ հայտնի չէր կլինի, չի լինի, ինչպես կլինի իրավիճակը։ Իհարկե ցանկացողներ շատ չէին լինի։ Եվ այդ էր պատճառը, որ որոշ ծախսեր հայկական կողմը իր վրա վերցրեց կոնցեսիոն կառավարման տալուց հետո։ Հիմա իրավիճակը փոխվում է։ Մենք շատ մոտ ենք խաղաղությանը վերջնական պայմանագիր ստորագրելուն եւ սահմանների բացման։ Եվ իմ կարծիքով դա ինչ-որտեղ անխուսափելի է առաջիկա ամիսներին, եթե այլ չնախատեսված ինչ-որ մեծ շոկեր կամ հանգամանքներ չլինեն։ Այդ դեպքում իհարկե ցանկացողները շատ կլինեն։ Եթե բացվեն ճանապարհը, Հայաստանով կանցնեն գնացքներ դեպի Ադրբեջան, Ռուսաստան, Կենտրոնական Ասիայի երկրներ, ԱՊՀ երկրներ, Հայաստանով դեպի Թուրքիա, Եվրոպա, Մերձավոր Արևելք, դա տալիս է մեծ հնարավորություններ երկաթգծի։ Իհարկե մեծ ներդրումներ պետք է, բայց այս պարագայում արդեն այդ ներդրումները բավականին խելամիտ ժամանակաշրջանում հետ կգնվեն, փոխհատուցվեն եւ կապահովեն որոշակի միջինից բարձր շահութաբերություն։ Սա արդեն դառնում է բավականին հետաքրքիր նախագիծ եւ կարծում եմ, որ ցանկացողներ կլինեն։ Եվ ստեղել պետք է ընտրվի լավագույն տարբերակը, ով պատրաստ կլինի մեծ ներդրումներ անել, ով հայտնի իր արդեն բավականին բարձր արդյունավետ կառավարմամբ երկաթգծերի, որտեղ սա շատ մեծ պրոյեկտ է, նորից նույն վիճակն է պահպանելով այն, չգիտեմ, ազգայնացնելով, եթե ռուսական կողմը հրաժարվի կամ պահպանելով պետական սեփականությամբ, մենք հեռու չենք գնա։ Խիստ մասնագիտացված ընկերություններ պետք է դրանով զբաղվեն։ Եվ այո, Հայաստանի կառավարությունը նաև պետք է աջակցի նոր ներդրումներ բերի այդ ոլորտում, ինչ որտեղ ռիսկը նաև բաժանի մեծ ներդրողների հետ, ինչ որ պայմաններ առաջարկի, մասնակցություն բերի միջազգային ֆինանսական համապատասխան կազմակերպություններից նաև որոշակի արտոնյալ միջոցներ բերի, որոշակի ինչ որ երաշխիքներ տրվեն, մի խոսքով ոչ շատ մեծ, բայց բավականին գործում մասնակցություն է պետք, որովհետեւ ինքը ներդրողը իրան ավելի վստահ եւ համոզված կա բոլոր այդ երկարաժամկետ ծրագրերը իրականացնելիս։ Դա 1 տարվա, կես տարվա գործ չէ, տարիների հարց է, բայց պետք է սկսել հնարավորին չափ շուտ։ Պարոն Բարխուդարյան, եթե այդպիսի հեռանկարներ են բացվում մեր առջև, որպես այդ թվում նաև տրանզիտային երկիր, ինչու պետք է Ռուսաստանը հրաժարվի օրինակ։ Չի հրաժարվում, թող ներդրումներ անի։ Ես այդպես եմ մտածում։ Չէ, քանի այդ բոլոր ներդրումները ինչ որ պետք է։ Դուք ինչպես եք կարծում, հավանականություն կա, որ կհրաժարվեն, դա մեծ հավանականություն է, թե ոչ։ Դա չեմ կարող ես դա հիմա գնահատել, դա կապված է նաև ֆինանսական ռեսուրսների առկայության հետ։ Դա բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ նաև պահանջում։ Ամեն ինչ կարող է փոխվել։ Եթե եղավ խաղաղություն, ինչ որ խաղաղություն Ուկրաինայի հետ, Ռուսաստանը իր որոշակի միջոցները կարող է ուղղել նաև այստեղ, իր մասնակցությունը պահելու, ապահովելու համար եւ այլն։ Խնդրեմ, թող բավարարի այդ պայմանները, մենք պետք է տանք տեխնիկական պայմանները, որակի պահանջները, այդ ներդրումները պետք է որոշակի խելամիտ ժամկետում դա ապահովեն։ Կապահովեն, խնդրեմ, շարունակեք։ Իսկ եթե ոչ, մենք առաջարկը արել ենք։ Դա վերաբերում է նաև շարժնակազմին եւ այլն, այո։ Իսկ եթե ոչ, առաջարկը մենք արել ենք, ինչպես ասում են, մեղքը իրենց վիզը։ Ну, այդպես է ստացվում, այո։ Եվ այդ առումով ճիշտ մոտեցում է այդ առաջարկաները։
Պարոն Բարխուդարյան, սպասվում է փոխնախագահ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան, փետրվարի 9-ին, եթե չեմ սխալվում։ Ըստ ձեզ այս այցը ավելի շատ արարողակարգային է լինելու, շատերը այդպես են ասում, այդպես են կարծում Հայաստանում, թե սա լինելու է հստակ ազդակ եւ հստակ սկիզբ է դրվելու թրիպի իրականացման, միգուցե նաեւ այլ նախագծերի, որոնց վրա խարսխվում է այս պահին հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները եւ գործընկերությունը։ Ես կասեի երկրորդը ավելի շատ ազդակ է հանդիսանում, շատ այդ հիմնակերքի արարողությունը հիմնում է իսկապես սկիզբն է դնում ամբողջ այս ծրագրերի եւ ոչ միայն TRIP-ի, այլև մնացած բոլոր նախագծերի, որ հայ-ամերիկյան արձանագրություններով արդեն ամրագրված են, եւ ապա նոր արարողակարգային բնույթ ունի, որը նույնպես շատ կարեւոր է եւ իմիջի համար, երկրի վարկունակության համար, ապագա ծրագրերի առումով, որտեղ այդպիսի հզոր ներդրողի արկայություն եւ մի քանի ուղղությամբ մեծ եւ խոստումնալից ներդրումներ անելը նաեւ շատ հետաքրքիր ազդակ է այլ խոշոր ներդրողների համար, ոչ անպայման ամերիկյան, նույն եվրոպական օրինակ, որոշ արաբական երկրներ կարող են մասնակցել։ Սա ցույց է տալիս, որ կա ընդհանուր հետաքրքրություն եւ հետաքրքրություն խաղաղ պայմաններում գոյատևել հարևանների հետ, համագործակցել հարևանների հետ եւ հասնել որոշակի արդյունքների։ Իհարկե մեզ ավելի արդյունավետ է համագործակցել որոշ հարցերում Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, մեր ամիջական հարևանների հետ, Իրանի հետ, քան օրինակ ապրանքը այդքան մեծ ծավալով բերել Ռուսաստանից։ Բայց աներկբա է նաեւ փաստը, որ մեծ հետաքրքրություններ կա նաեւ ռուսական շուկայում, դե ռուսական շուկան շատ տարողունակ շուկա է եւ ես չեմ հավատում բոլոր են ասվածներին, են հաստատումներին, որ եթե դուք դուրս գաք, ապօրից դուրս գաք, կդադարի առևտուրը, ձեր արտոնյալ պայմաններով առևտուրը ձեզ հետ, այ այդքան արտոնյալ պայմաններով չի լինի, բայց հավատացնում եմ ձեզ, եթե այդ ապրանքը կամ ծառայությունը տեղ ունի շուկայում, ինքը այդ շուկան կհասնի։ Միշտ կհասնի։ Ամեն տեղ է այդպես լինում։ Օրինակներ շատ են բերվել, տարբեր բլոկներում գտնվող երկրներ են համագործակցել, տեսեք ինչ աստիճանի է սերտ դարձել ռուսական, ռուս-գերմանական համագործակցությունը։ Երկուսն էլ շատ տուժում են այդ սանկցիաներից, եւ երկուսն էլ նույն արևմտյան Եվրոպան էլ շահագրգիռ է, որ այդ սանկցիաները հանվեն եւ իրենք նորից մուտք գործեն ռուսական շուկա։ Դա մեծ շուկա է եւ մեծ հնարավորություններ կան։ Նույն ձևով ավելի մեծ հնարավորություններ կան Հայաստանի համար եվրոպական շուկա։ 550 միլիոնոց շուկայի բավականին վճարում է, շատ ավելի քան ռուսական շուկան։ Բայց այդ չի նշանակում, պետք է մի ծայրահեղությունից ընկնել մյուս ծայրահեղությունը։ Ահա իրենք չեն ուզում դե մենք աշխատենք Եվրոպայի հետ, ոչ, իրենց հետ պետք է աշխատենք Եվրոպայի հետ, Մերձավոր Արևելքի հետ, Կենտրոնական Ասիայի հետ, բոլոր երկրներ, բոլոր այն երկրների հետ, որոնց հետ հնարավոր է ունենալ արդյունավետ ապրանքաշրջանառություն, առևտուր, ներդրումներ, սա շատ կարևոր է։ Մեկը մյուսին չի փոխարինում կամ չի բացառում, այլ հաճախ նաև փոխլարացնում են։ Ինչի մասն է խոսքը։ Եվ ես երկու ձեռքով կողմ եմ մեծ տարածաշրջանային ծրագրերին, որոնք կանցնեն, կխաչվեն Հայաստանով։ Սա մեծագույն երաշխիք է խաղաղության այս տարածաշրջանում, որտեղ կան խոշոր կապիտալի շահեր, եւ եթե ներդրումները Հայաստանում արդարացնեն իրենց, որոնցում ըստ էության չեմ կասկածում, դա կլինի շատ մեծ հաղթանակ։ Մեր շատ մեծ հաղթանակը այս տասնամյակների ընթացքում։ Եվ դա ապագային միտված հաղթանակ է։ Ես ինչ որ հիմք է դրվում այսօր։ Այդ առումով Վենսի այցը դերակնահատել շատ դժվար է։ Պարոն Բարխուդարյան, առաջարկում եմ այս դրական նոտայով ավարտենք մեր այսօրվա հարցազրույցը։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով, Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ Լևոն Բարխուդարյանը։ Այսպիսին էր այսօրվա մանրամասները, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։
2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մինչև հունվարի 31-ը Fastbank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր եւ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fastbank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։